Նաև ձեզ։
Նայեք, իսկ երբ ենք սկսելու։
Abla, Mituskuka. Ուրտիմցենը լսում է։ Լավ։ Հիմա արդեն կսկսենք, քանի որ մի փոքր ես եւ ուշ միացա, այլ ով որ միանա, ընթացքում թող միանա եւ ընթացքում եթե զգաք, որ ցանկանում եք ընդմիջում, կարող ենք 10 րոպեանոց ընդմիջում։ Մեկ րոպե։ Էկրանը երևում է, չէ՞, բոլորիդ մեծացրած տարբերակով։ Այո, Ինչ որ հարցեր կա նախորդ թեմաներից։ Այսօր կլինի մեր թվով 4 դասախոսությունը եւ վերջի դասախոսությունը քիմիական կինետիկայից։ Հաջորդ դասախոսությունը հաջորդը արդեն դասախոսություն չի լինելու է գործնական փորապմունք, այսինքն քննարկելու ենք քիմիական կինետիկայի հետ առնչվող խնդիրներ։ Լավ, եթե հարցեր չկա, սկսենք ընթացքում, եթե հարցեր լինի, կարող եք չաթում գրել հարցնել, եթե ցանկանաք ընդմիջում, էլի չաթում տեղեկացրեք, կանենք ընդմիջում։ Այսօրվա թեման մեջ ֆերմենտատիվ կինետիկան է, բայց քանի որ մենք բիոքիմիա, չգիտեմ, անով եք տեղյակ, նախնական կսկսենք բիոքիմիայից։ Բոլորս գիտենք, որ կենդանի օրգանիզմներում կան 4 հիմնական մակրոմոլեկուլներ, ու այդ հիմնական մակրոմոլեկուլներից մեկը դա սպիտակուցներն են, որոնք կախված են ամինոթթվային մնացորդներից, ու ամինոթթվային մնացորդները մենք գիտենք, որ հիմնականում կազմված են ամինոթթվային մնացորդներ, դրանք հիմնականում 20 են, որոնք հանդիպում են կենդանի օրգանիզմներում, կոչվում են դասական ամինոթթուները, բայց սպիտակուցներում հանդիպում բացի այդ 20-ից այլ ուրիշ ամինաթթուներ, այսինքն 20-ը հիմնականն են, կան նաև այլ ամինաթթուներ։ Դա չի նշանակում, որ բացի 20-ից ուրիշ ամինաթթու հնարավոր չի, գոյություն չունի։ Բնության մեջ ամինաթթուների քանակը շատ է, ու իրանք հանդիպում են։ Ու հիմնականում սպիտակուցները ունենում են 4 կառուցվածք։ Առաջի կառուցվածքը, երբ որ ամինաթթուները ուղղակի իրար այսպես միացած են, ուղղակի այսպես գծային, իրար հետևից մեկը մյուսին հաջորդում է, օրինակ ալանին, գլիցին, հիստիդին, գլուտամինաթթու, ուղղակի շարք է։ Դա առաջնային կառուցվածքն է։ Առաջնային կառուցվածքում ինչ-որ փոխազդեցություններ շատ մեծ հետև չկա։ Հաջորդը արդեն առաջանում է մեր մոտ երկրորդային կառուցվածքը։ Երկրորդային կառուցվածքի ժամանակ մեր մոտ սպիտակուցը արդեն կան ջնսական փոխազդեցություններ, այսինքն հանդիպում է կամ ալֆա պարույրների, կամ բետա ալֆա հելիքսների, մեկ է բետա շիթերի տեսքով, այստեղ ալֆա հելիքսն է, բետան մի քիչ ուրիշ ձև, իրար զուգահեռ ոնց որ ջրածնական կապեր են առաջանում ճղթաները։
Տրամաբանորեն առաջնային եւ երկրորդային կառուցվածքների ինչ որ ֆունկցիոնալ իմաստ չունեն, այսինքն ինչ որ ֆունկցիա չեն իրագործում։ Երրորդային կառուցվածքից սկսած արդեն մեր մոտ սպիտակուցները կարելի ասել ինչ որ ֆունկցիոնալ իմաստ ունեն։ Նոր փոխազդեցություններ են առաջանում, դիսուլֆիդային կապեր են առաջանում ու տարբեր կապեր են առաջանում ամինոթթվային մնացորդների միջև։ Ու եթե մի քանի հատ երրորդային կառուցվածքներ իրար են միանում, տարբեր փոխազդեցություններով, առաջանում է չորրորդային կառուցվածք։ Օրինակ, բոլորս գիտենք հեմոգլոբինը ինքը արդեն չորրորդային կառուցվածք է, որովհետև ինքը կապված է 4 հատ ոնց որ երրորդային կառուցվածքներից, այսինքն դա կենթամիավորից։ Այդտեղ հենց հեմոգլոբինի կառուցվածքն է պատկերված, չորրորդային կառուցվածք։ Եվ սպիտակուցները լիքը ֆունկցիաներ ունեն, նույն թթվածնի տրանսպորտ, այսինքն էներգետիկ ֆունկցիա, իրանք մասնակցում են շնչառական շղթային, որ մեզ ապահովում է էներգիա, մասնակցում են տարբեր ֆերմենտատիվ պրոցեսների, այսինքն տարբեր ռեակցիաներ են արագացնում, մասնակցում են իմունային պրոցեսներին ու այսքանով չի սահմանափակվում իրանց ֆունկցիա։ Հիմա քննարկենք իրանց այն սպիտակները, որոնք ունեն ֆերմենտ, այսինքն որոնք ունեն կատալիտիկ ֆունկցիա։ Մենք կատալիզը քննարկենք, որոնք արագացնում են ռեակցիայի արագությունը։ Հիմա այդպիսի ռեակցիաներից է ֆերմենտները կենսաբանական կատալիզատորներ են, որոնք գործում են իրանք մենք գիտենք կատալիզատորները ռեակցիայի ակտիվացման էներգիան են նվազեցնում։ Այսինքն մեր մոտ ֆերմենտները կամ էնզիմները նույն ձև նվազեցնում են ռեակցիայի ակտիվացման էներգիան։ Մյուս կողմից նրանք այսինքն ունեն ակտիվ կենտրոն, նկարում տեսեք օրինակ այստեղ արդեն գունավորված է ակտիվ կենտրոնը, այսինքն ֆերմենտի ոչ ամբողջ հատվածն է մասնակցում ռեակցիայի։ Օրինակ ես որտեղ հիմա ցույց եմ տալի, ինչ որ ռեակցիային ինքը չի մասնակցում անմիջականորեն կամ այս մասը։ Ռեակցիային մասնակցում անմիջականորեն այս հատվածը, որտեղ մեր սուբստրատը այս տեղինն է։ Ու տեսեք, մեր մոտ սուբստրատը ֆերմենտատիվ կինետիկա մենք ավելի հաճախ կօգտագործենք այս տերմինը, այսինքն ելանյութի կանվանենք սուբստրատ։ Կապող հատվածը կանվանենք ակտիվ կենտրոն։ Ու երբ որ մեր մոտ սուբստրատը մալտոզը հայտնվում է ակտիվ կենտրոնում, այն փոխարկվում է գլյուկոզի, այսինքն ինքը ճեղքում է։ Հիմնական մեսա, այսինքն ֆերմենտի հետ կապը։ Հիմա անցնենք հաջորդ հարցը, ոնց է ֆերմենտը կապում մեր սուբստրատին։ Կան երկու մոտեցումներ, կողպեք բանալի մոտեցումը, Lock-and-Key մոդելը, այս մոդելի համաձայն կա ակտիվ կենտրոն, առաջին նկարը հենց, տեսեք Lock-and-Key, առաջին նկարն է ասում, սուբստրատը ինչ որ տեսեք իր ձևն է, ու հենց մեր ակտիվ կենտրոնի ձևը նույն ձևի է, այսինքն եթե մի փոքր չափը մեծ եղավ AC կամ փոքր եղավ, մեր մոտ ռեակցիա չի գնա ըստ այդ մոդելի։ Այսինքն պետք է հստակ նույն չափի լինի մեր մոլեկուլը ակտիվ կենտրոն, որպեսզի փոխազդեցություն ունենանք, եթե չկա, փոխազդեցություն չկա։ Եվ մյուս տեսակը այստեղ հայերեն թարգմանել եմ ներգործած հարմարեցման մոդել կամ induced fit, անգլերեն տերմինը ավելի լավ է հնչում, երբ որ տեսեք չափերը իրար համապատասխան չեն, բայց իրանք կարող են իրանք ձևը փոխել, այսինքն համապատասխան, եթե սուբստրատը այս ձևն ունի, ինքը կարող իր կառուցվածքը մի քիչ փոխել, որպեսզի հարմարվի սուբստրատին, ու դրա հաշվին եղնի փոխազդեցությունը։ Ու էքսպերիմենտները ցույց են տալի, որ իրականում induced fit մոդելը իրականում induced fit մոդելն է աշխատում, քան թե Lock-and-Key։
Ինտենսիվիտը ավելի ճիշտ մոդել է։ Տեսեք, այս նկարով ցույց է տալի, որ մեր մոտ կապույտով նշված է ակտիվ կենտրոնը, սխեմատիկորեն ակտիվ կենտրոնը այսպիսի տեսք ունի, ու մեր ելայնյութերը։ Ու տեսեք, երբ որ ինքը կապում է, այսինքն սա ազատ սպիտակուցներ կապելուց հետո տեսեք իր ձևը փոխվել է։ Ինքը նոր կապեր են առաջացել, ինքը ավելի sense փակվել է ակտիվ կենտրոնը։ Սխեմատիկորեն պատկերված է այստեղ։ Այսինքն այս ցույց է տալի, որ ինտենսիվ մոդելը ինքը ավելի ճիշտ է բնութագրում ակտիվ կենտրոնում սպիտակուցի ու սուբստրատի փոխազդեցությունը։ Հարցեր կա։ Մինչև հիմա ինքը նախաբան էր։ Եթե չկա, ասենք առաջ։ Հիմա հասկացանք, ֆերմենտատիվ կատալիզը ակտիվացման մեջ դասական ռեակցիանի ակտիվացման էներգիա նվազեցնում է, որի հաշվին սուբստրատը վերածում պրոդուկտի։ Ու կան որոշակի հատկանիշներ, որ պետք է իմանանք, որովհետև ինքը բնորոշ է ֆերմենտատիվ կատալիզին, ու երբ որ մեր մոտ սուբստրատի սկզբնական որոշակի կոնցենտրացիայի դեպքում պրոդուկտի առաջացման սկզբնական արագությունը համեմատական է ֆերմենտի ընդհանուր կոնցենտրացիային։ Իսկ տրամաբանական, այսինքն եթե ֆերմենտը շատ է, արագությունը ավելի արագ կլինի։ Եթե տվյալ Y0-ի եւ S0-ի ցածր արժեքների դեպքում պրոդուկտի առաջացման արագությունը համեմատական է S0-ի։ Դա նշանակում է, այսինքն եթե մեր մոտ ֆերմենտը շատ է, կներեք, շատ չի։ Երբ որ մեր ռեագենտներն ոնց որ ցածր կոնցենտրացիա, մեր ռեակցիայի արագությունը համեմատական է S0-ին, էլի տրամաբանական է։ Ու երբ որ Y0-ի եւ S-ի բարձր արժեքների դեպքում պրոդուկտի առաջացման արագությունը դառնում է անկախ սուբստրատից, այսինքն եթե մեր մոտ սուբստրատը շատ է, մեր մոտ արագությունը կախված է լինում միայն ֆերմենտի քանակից, այսինքն ինչքան շատ ֆերմենտ ունեցանք, այնքան ինքը շատ կարա սուբստրատը պրոդուկտ սարքի, այնքան քիչ ունեցանք ֆերմենտ, այնքան քիչ դանդաղ սարքի ինքը պրոդուկտ։ Դուտ է դա, այսինքն հիմնական այս երեք դրույթներն է։ Եթե yen ինքը սուբստրատը եթե S-ը շատ է, մեր մոտ սուբստրատի քանակն է, որ արդեն որոշիչ է։ Ու այդ դեպքում կոչվում է հայտնի է որպես առավելագույն արագություն, max այդ վիճակը, որ մեր մոտ ռեակցիայի արագությունը ոնց որ կախված է միայն Y0-ից։ Որ գրաֆիկորեն նայենք, այս մասը գրաֆիկորեն ավելի հասկանալի կլինի։ Այս 1, 2, 3 կետերը ձեր համար գրաֆիկական տարբերակով։ Ու այս երեք հատկանիշները որպեսի բավարարի Միքայելիս մենտենի մեխանիզմն է։ Միքայելիս մենտենի մեխանիզմը ցույց է տրված ներքևում մի փոքր ուրիշ ձև է, բայց կարելի ասել այսպես է, ունենք սուբստրատ, ունենք ֆերմենտ, դարձելի կերպով առաջանում է սուբստրատ ֆերմենտ կոմպլեքսը, որից հետո վերածվում պրոդուկտի ու ազատ ֆերմենտի։ Ազատ ֆերմենտն էլի կարողանում է հետ վերադառնալ իր սկզբնական վիճակ, որպեսզի մասնակցի հաջորդ փուլերին։ Հիմա եկեք ավելի մանրամասն քննարկենք Միքայելիս մենտենի մեխանիզմը։ Առաջին փուլում ոնց ասի, ֆերմենտը միանում է սուբստրատին, առաջանում է ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսը։ Իր արագությունը օրենքը հավասարակա անգամ Է անգամ S։ Մեր իմացած արագության օրենքն է։ Ինքը տեսեք կարգը այստեղ գրում ենք հենց գործակիցն է, քանի որ ինքը փուլ է, ոչ թե ամբողջ ռեակցիան է։ Փուլերի դեպքում կարենք այսպես գրենք։ Իսկ եթե ամբողջական ռեակցիան ենք դիտարկում, ամբողջական ռեակցիայի դեպքում ռեակցիայի կարգը միայն էքսպերիմենտալ տարբերակով կարող ենք գտնել։ Նաև ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսը դարձելի կերպով առաջանում է ֆերմենտ ու սուբստրատ, որի արագությունը հավասարակա H' անգամ ES։ Մյուս կողմից նույն կոմպլեքսը կարող վերածի պրոդուկտի
ու ազատ ֆերմենտի, որի դեպքում նելի արագություն հավասար է այն հավասար կապ է անգամ ES։ Հիմա մեր ռեակցիայի արագությունը որպեսզի որոշենք, մենք պետք է գտնենք P-ի առաջացման արագությունը։ P-ի առաջացման արագությունը հավասար է կապ է անգամ ES։ Բայց ES-ը մեր մոտ ինքը կոմպլեքս է, այսինքն ինքը առաջանում քայքայվում է, մենք չենք կարող իրան ոնց որ էքսպերիմենտալ իր քանակը հաշվելը ավելի բարդ է։ Դրա համար մեզ ձեռ է տալիս իրան արտահայտենք մեր մոտ ֆերմենտի սկզբնական ու սուբստրատի սկզբնական կոնցենտրացիաներով կամ տվյալ պահին սուբստրատի կոնցենտրացիայով։ Անոնք մոտարկում անենք, որովհետև եթե ընդունենք, որ սուբստրատի քանակը շատ մեծ է, որ հիմնականում մեր մոտ այդպես է կա, այսինքն մեր մոտ հիմնական ֆերմենտը ավելի քիչ է լինում, քան սուբստրատը, այսինքն կարող սուբստրատը ասենք, որ համարյա հավասար է սկզբնական կոնցենտրացիային։ Գրենք ES-ի, այսինքն կատարում ենք կվազիտացիոնալ մոտարկում։ ES-ի, ES կոմպլեքսի առաջացման արագությունը հավասար է K անգամ E անգամ S, հանած KH' ES, հանած KB ES, ու հավասարացնում ենք 0-ի։ Լուծելով արտահայտությունը ըստ ES-ի, ստանում ենք, որ ES-ը հավասար է K-ան բաժանած KH' գումարած KB անգամ E անգամ S։ Հիմա այստեղ կատարված է մի փոքրիկ նշանակում, ընդունված է, որ KM-ը հավասար է KH' գումարած KB բաժանած KA այս մասը։ Այսինքն որպեսզի K-երը այսքան չգրեն, նշանակում են KM ու անունը դնում են Միխայելիսի հաստատում։ Այսինքն ինքը Միխայելիսի հաստատում։ Այսօր քայլում տեսեք մենք E ունենք, այսինքն ֆերմենտի կոնցենտրացիա, բայց մենք հասկացանք սուբստրատի կոնցենտրացիան կարանք ասենք S0-ն հավասար է S-ի, որովհետև S-ը ինքը շատ է, բայց E-ի դեպքում մենք չենք կարող նույնը անել, դրա համար գրում ենք զանգվածի պահպանման, այսինքն նյութաքանակի պահպանման հենց օրենք, որտեղ E0-ն հավասար է E գումարած ES, այսինքն գրում ենք բոլոր ձևերը, որտեղ ֆերմենտի ունենք ֆերմենտ։ Ինքն մեր ֆերմենտի սկզբնական կոնցենտրացիան հավասար է մեր ֆերմենտը պարունակող բոլոր մասնիկների կոնցենտրացիաների գումարին։ Ու այստեղից տեղադրում ենք ES-ի արժեքը, ES-ը վերևը հաշվել ենք։ E0-ն հավասար է E գումարած E անգամ S բաժանած KM-ի, KM-ն էլ արդեն գիտենք որ։ Ու այստեղից ստանում ենք հետևյալ արտահայտությունը։ Զուտ E-ն ընդհանուր ենք դուրս բերում փակագծից, ստանում ենք այս արտահայտությունը։ Եվ վերջում, եթե արդեն ունենք մեր մոտ E-ն ինչի է հավասար, որովհետև կարանք E-ն արտահայտենք S0-ով արդեն։ ES-ի արտահայտության մեջ, ES-ը որ հավասար է E անգամ S բաժանած KM, տեղադրում ենք մեր E-ի արտահայտությունը։ Ու ստանում ենք ES-ը հավասար է 1 բաժանած KM, E-ի համապատասխան արտահայտությունը, ինքն E0 բաժանած 1 պլյուս S0 բաժանած KM, ու բազմապատկած S0-ի, որովհետև հասկացանք S-ը մոտավոր հավասար է S0-ի։ Կատարելով ոչ ձևափոխություններ, ստանում ենք հետևյալ արտահայտությունը E0 բաժանած 1 գումարած KM բաժանած S0-ի։ Հիմա տեղադրենք մեր վերջնական արտահայտության մեջ, այսինքն մենք գիտենք արագությունը հավասար KB անգամ ES, տեղադրենք ES-ի արժեքը համապատասխան արտահայտության մեջ, ստանում ենք Միխայելիսի հավասարը։ Այստեղ պատկերված է արդեն գրված է Միխայելիսի հավասարը։ Եվ նաև գիտենք, որ KB անգամ E0, սա երբ որ գրում ենք Vmax, ինչու, որովհետև այս դեպքում Vmax-ը հավասար KB անգամ E0, նշանակում է սա այն արագությունն է, երբ որ մեր ամբողջ ֆերմենտը ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսն է առաջացրել, այսինքն տեսեք, երբ որ KB անգամ E0-ն է, երբ որ ES-ը հավասարվում է E0-ի, այսինքն մեր ամբողջ ֆերմենտի, դա մեր Vmax-ն է։
Ինքն մեր ամբողջ ֆերմենտը վերահասվել ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսի։ Դրա համար ինքը Vmax-ն է։ Այստեղ փոխված է արդեն մյուս տոն Vmax, ու ամբողջը հավասարումը բաժանվել է S0-ի վրա։ Համարը չհամայնտարը բաժանվել է S0-ի, դրա համար S0-ն կրճատվել է դարել է 1, մաս կա M-ը բաժանած S0-ի։ Համարիչում էլ S0 չկա։ Սա Միքայելիս-Մենտենի մեխանիզմն ու Միքայելիս-Մենտենի հավասարումը։ Հարցեր կա։ Եթե չկա, անցնենք առաջ։ Հիմա եկեք Միքայելիս-Մենտենի մեխանիզմի գրաֆիկական պատկերները նայենք ըստ կոնցենտրացիայի ու ժամանակի։ Տրամբանական է սուբստրատը ժամանակի ընթացքում նվազելու է, ու ինչ-որ մի պահի ինքը ձգտելու է 0-ի։ Եկեք ինքը նվազում է։ Մեր մոտ եկեք հաջորդը ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսն է։ Մեր մոտ ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսը առաջանում է, բայց ինչ-որ ժամանակից սկսած ինքը պետք է սկսի նվազել։ Մենք այս մեխանիզմը նկատել ենք այսպիսի, որ ինչ-որ պիկ ունենա հաջորդական ռեակցիաների, ու արդեն այս պիկի բարձրությունը կախված է մեր մոտ իր առաջացման ու ծախսման արագություններից։ Այսինքն, եթե ինքը շատ մեծ արագությամբ առաջանում է ու դանդաղ ծախսում է, իր պիկը մեծ է լինում, եթե ինքը դանդաղ առաջանում է ու արագ ծախսում է, իր պիկը ցածր է լինում։ Հաջորդը մեր մոտ ֆերմենտը։ Տեսեք, եթե այս սուբստրատի գրաֆիկը շրջենք, ստանանք իր հայլայնը, ստանանք ֆերմենտի գրաֆիկը։ Տեսեք, իրար հայլայն են այս երկու գրաֆիկները, ES-ը ու E-ն։ Այսինքն, եթե ինչքան E-ն S-ը առաջանում, այդքան E-ն ծախսում է։ Ինքը մի պահ նվազում է, հետո ինքը հետ է վերադառնում իր սկզբնական կոնցենտրացիային։ Իսկ պրոդուկտը ինքը ինչ-որ ժամանակից սկսած սկսում է աճել, ինքն սկսում է պրոդուկտը առաջանալ։ Եվ հաջորդ գրաֆիկը, որը արդեն այն 3 հատկանիշները կարելի ասել իր մեջ կրում է, ըստ արագության մեր մոտ գրաֆիկն է սուբստրատի կոնցենտրացիայից կախված է։ Սուբստրատի կոնցենտրացիան փոխելուց ոնց է փոխվում մեր ռեակցիայի արագությունը։ Տեսեք, սկզբնական շրջանում ինքը գծային ձևով է։ Տեսեք, այս մասը ոնց որ գծից լինի։ Իսկ ժամանակի ինչ-որ պահից սկսած ինքը արդեն արագությունը սկսում է նվազել, այսինքն սկզբնական շրջանում, երբ որ կոնցենտրացիաները քիչ են, կոնցենտրացիան փոխելուց մեր մոտ ռեակցիայի արագությունը շատ մեծ արագությամբ փոխվում է, բայց ինչ-որ պահից սկսած մեր ռեակցիայի արագության փոփոխությունը սկսում է դառնալ աննկատ։ Ու տեսեք, ունենք վերին սահման, այսինքն այն մեր Vmax-ն է, երբ որ S-ը ամբողջությամբ հավասար է եղնում S0, այսինքն մեր ամբողջ ֆերմենտը վերածել ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսի։ Այսինքն դրանից մեծ արագություն մենք չենք կարող ունենալ, ինչքան S-ը բարձրացնենք։ Կձգտի այդ արժեքին, բայց այդ արժեքից մեծ արժեք մենք չենք կարող ունենալ։ Այսինքն հասկացանք, սա մեր Vmax-ն է, վերին գիծը։ Հիմա եկեք նկատենք, որ այս որ մեր սուբստրատի կոնցենտրացիան 1 րոպե, երբ որ մեր սուբստրատի կոնցենտրացիան հավասար է լինում Km-ին, այսինքն Միքայելիսի հաստատմանը, ունենք S0-ն հավասար է Km-ին։ Տեղադրենք արտահայտության մեջ, նոմա Km-ը բաժանած Km-ի հավասար է 1, այսինքն V-ն հավասար է եղնում Vmax բաժանած 2-ի։ Տեսեք, այստեղ նույն պատկերն է, այսինքն երբ որ մեր սուբստրատի կոնցենտրացիան հավասար է եղնում Միքայելիսի հաստատումին, մենք ունենում ենք մեր մաքսիմալ արագության կեսի արագությունը։ Եվ եկեք երկու ծայրահեղ դեպքերը քննարկենք, երբ որ Km-ը շատ մեծ է լինում S0-ից։ Երբ որ Km-ը մեծ է լինում S0-ից, մեջտեղի հավասարումով նայեք, Km-ը մեծ է S0-ից, այսինքն S0-ն կարանք ընդունենք մոտավոր 0։ Այս դեպքում V-ն հավասար է եղնում Kb բաժանած Km բազմապատկած S0 S0,
Այսինքն մեր ռեակցիան համեմատական է լինում եզրոյին, այսինքն ինքը սուբստրատի կոնցենտրացիայից ուղիղ համեմատական է եղնում ռեակցիայի արագությունը։ Տեսեք, վեն հավասար է ուղիղ համեմատական է սուբստրատի կոնցենտրացիային։ Ու տեսեք, սկզբնական ժամանակահատվածում, երբ որ սուբստրատի կոնցենտրացիան շատ փոքր է, այդ դեպքերում մեր մոտ գծային է լինում, այսինքն ինչքան սուբստրատը մեծացնում, այդքան արագությունը մեծանում է։ Տեսեք, ինքը մոտ է գծայինի։ Բայց երբ որ սուբստրատի կոնցենտրացիան մեծ է լինում Km-ի, հետևաբար մեր մոտ V-ն հավասարվում է V max-ի։ Այսինքն տեսեք, S0-ն է ստեղծում, Km-ը 0-ի է հավասարվում, այդ դեպքում S0-ն S0-ի հետ կրճատվող V-ն հավասար է լինում Kv անգամ E0, որը մեր մոտ հենց V max-ն է։ Այսինքն, երբ որ S-ը շատ մեծ է եղնում Km-ից, ինքը ձգտում է V max արագությանը։ Եվ մի շատ կարևոր պարամետր էլ է ցույց տալիս Միխայելիսի հաստատունը, իհարկե Միխայելիսի հաստատունը ցույց է տալիս նաև ֆերմենտի լիգանդի նկատմամբ խնամակցությունը, այսինքն խնամակցությունը հասկանում ենք, էլեկտրոնի խնամակցությունը ցույց ծանոթ է, այսինքն ինչքան է ինքը լավ ոնց որ էլեկտրոնին կապում։ Այստեղ նույն պատկերն է, այսինքն ինչքան է ինքը ցույց է տալիս ինչքան է ֆերմենտը լավ կապվում մեր լիգանդի հետ։ Հիմա ըստ ձեզ, ինչքան կա M-ը մեծ է, խնամակցությունը ավելի մեծ է, թե փոքր։ Մենք կա M-ի մեծ արժեքի դեպքում խնամակցությունը մեծ է, թե փոքր։ Մի փոքր մտածեք, եթե ինչ-որ կարծիքներ ունեք գրեք չաթում, հնարքինք։ Լավ, եկեք քննարկենք, իրականում ինչքան կա M-ը մեծ է, այնքան փոքր է, ինչու։ Հիմա տեսեք, եթե մեծ է, նշանակում է, որ մեր մոտ կա աշտրիկ մաս Kv-ն մեծ է, իսկ K-ն պետքա փոքր լինի։ Դա ինչ է նշանակում, կա աշտրիկ ու Kv-ն մեր մոտ սուբստրատ ֆերմենտ կոմպլեքսի քայքայման ոնց որ արագության հաստատումներն են։ Այսինքն ինչքան սրանք մեծ են, այնքան մեր մոտ ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսը այնքան ինքը անկայուն է, այսինքն ինքը ավելի շատ ձգտելու է քայքայվի։ Եթե ինքը այսինքն անկայուն է, նշանակում է, որ մեր մոտ ինքը ցածր խնամակցություն ունի։ Ինքը չի ուզում առաջացնի իրան դուրս չի գալիս այդ կոմպլեքսը։ Իսկ ինչքան փոքր եղավ, նշանակում է մեր մոտ ավելի շատ առաջանում է եւ ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսը։ Նշանակում է, որ իրան ձեռնտու է այդ վիճակը, ինքը ուզում է այդ վիճակում լինի, առաջանա այդ կոմպլեքսը։ Հարցեր կա։ Ինչքա հասնենք առաջ։ Հիմա մենք արդեն հասկացել ենք, օրինակ, այսքան ժամանակ, որ էքսպոնենցիալ գրաֆիկները, օրինակ այս գրաֆիկը եկեք նայենք, իրան վերլուծելը ավելի բարդ է։ Ու մի քիչ հասկանալի է, բայց իրանից ինչ-որ թվային տվյալներ ստանալը շատ բարդ է։ Համեմատած գծային ֆունկցիայի հետ։ Մենք համատում ենք գծային ֆունկցիայի։ Դրա համար մենք կարող ենք Միքայելիսի հավասարումը գծայնացնել։ Գծայնացնելը ոնց ենք անում, ստանում ենք իրանց հակադարձ ֆունկցիա։ Այսինքն մեր Միքայելիսի հավաստատունը այս հավասարում է այս n հասարակել max 1 գումարած Km-ը փաշած S0։ Հիմա երեք մենք վերորդը ստանանք, մենք վերորդը հավասար է լինում 1 բաժանած V max
գումարած km-ը բաժանած v-max անգամ 1/0։ Տեսեք, հիմա այս գրաֆիկում մենք ունենք արագությունը կախումը սուբստրատի կոնցենտրացիայից, այս մի գրաֆիկում մենք ունենք 1/3-ի, այսինքն արագությունը դառավ 1/3, հակադարձ է արագության, կախվածությունը 1/0-ից։ Ու տեսեք, արդեն ինքը գծային է, որտեղ այսինքն այս ուղի տանգենսը հավասար է լինում km-ը բաժանած v-max-ին, այսինքն մենք այս օրի տանգենս հաշվելը ավելի հեշտ է։ Ու ինքը արդեն հստակ թվային է, իսկ y-ների առանցքի հետ հատման կետը հավասար է լինում 1/3, v1 v-max, այսինքն մենք կարող ենք գծել գրաֆիկը, հետո կատարելով ոնց որ շարունակելով գրաֆիկը դեպի x-երի հետ հատման կետ, մենք ունենք y-ների հատման կետը, որ ցույց է տալիս 1 v-max-ը, ինքն տեսանք որտեղ հատվեց, կարող ենք հեշտ ու հանգիստ հաշվել v1 v-max-ը, x-երի հետ հատման կետը հավասար է լինում -1-ը բաժանած km-ի։ Ինքն հասկանալի է, մենք կարող ենք հաշվել 1 v-max-ը, որտեղ ստանանք 1 v-max-ը, հետո հաշվել տանգենսը, այդտեղից հաշվել km-ը, կարող ենք հաշվել x-երի հետ հատման կետը, այդտեղից հաշվել km-ը, այսինքն երկու տարբերակներ օքեյ է, ոնց ցանկանա։ Ու x-երի հետ հատման կետներ, որպեսզի ստանանք, x-երի արժեքը ընդունում ենք 0, այսինքն 1/0-ն պայմանականորեն ընդունում ենք 0, բայց իրականում գիտենք 1-ը բաժանած 0-ի ինքը 0 չի կարող լինել, դա պայմանական է։ Գծայնանալությունից հարցեր կա՞։ Դե չկա, անցնենք առաջ։ Ու առաջին հարցը հենց այս խնդիրն է։ Եկեք ձեզ մոտավոր 5 րոպե ժամանակ, եթե ինչ-որ կարծիք ունենաք, չաթում գրեք։ Կարող է ինչ գործիք ուզում եք, կարող եք օգտագործեք, կարող եք գրաֆիկ գծելու համար Excel օգտագործեք, կարող եք ձեռքով գծեք գրաֆիկ, եթե ժամանակը կարիք լինի երկարացնելու, էլի կարող գրեք, կարող են երկարացնել։
Եկեք քննարկենք որ չի հասել կարող հետագայում փորձել ու միակ էսենց Օլիմպիադայի ժամանակ այս գրաֆիկները եթե պահանջվի արդեն դուք եք գծելու կա խնդիր է պահանջի դուք գրաֆիկական տարբերակով գծեք խնդիր լինի ոնց որ ընտրություն ձեր վրա թողնող լինի ու կախված օրինակ ինչ մոտարկումներ կան, կա արժեքները մոտավոր ինչ-որ արժեքներից տարբերվի, բայց հիմնականում ինքը մոտավոր նույնը պետք է լինի։ Հիմա ռեակցիան կա։ Այս խնդրի լուծման տարբերակում ընտրված է գրաֆիկական տարբերակը։ Առաջին փուլում մենք հաշվում ենք իրանց հակադարձերը, այսինքն 1C ու 2C կոնցենտրացիան ու 1V Իսմաբար գործողություն չկա սա հաշվելու համար, որից հետո կառուցում ենք գրաֆիկը այդ 4 կետում։ Ու հաշվում ենք, մեր մոտ արդեն գիտենք որտեղ է հատվել, մեր մոտ հատվել է, երբ որ հավասար է 4-ի։ Հատման կետը, այսինքն 1/3-ը հավասար է 4-ի։ Հետևաբար Vmax-ը հավասար է 1 բաժանը 4 հավասար 0,25 միլիմոլ դեսիմետր խորնարդ վարկյան։ Հետևաբար մյուս կողմից մենք հաշվում ենք նաև տանգեսը, այսինքն իր թեքությունը։ Km-ը հավասար է լինում իր թեքությունը 40 բաժանած մեր ինտերսեպտի վրա, որը հավասար է 40 բաժանած 4-ի, հավասար է 10։ Ինքն հատման կետի վրա։ Տեսեք, այս նույն գործողությունը։ Մենք գիտենք, որ սլոպը հավասար է Km-ը բաժանած Vmax-ի, այսինքն մեր մոտ Km-ը հավասար է լինում Vmax-ը անգամ սլոպ, կամ եթե Vmax անգամ սլոպն է, կամ է սլոպը բաժանած սլոպը բազմապատկած հատման կետի հետ, բեկների առանցքի վրա։ Նաև հնարավոր է ոչ գրաֆիկական տարբերակը, ոչ գրաֆիկական տարբերակում մի քանի արժեքների դեպքում հաշվելու էիք Vmax ու Km, որից հետո միջինացնելու եք, այսինքն վերցնելու եք միջին տարբերակը, որպեսզի ձեր արժեքը մաքսիմալ ճշգրիտ լինի։ Հարցեր կար խնդրից։ Ինքնուրույն սլայդը գցվի թվայրում կարող եք էլի լուծել, եթե հարցեր լինի չաթում գրել, կամ հաջորդ դասում քննարկել։ Հիմա հասկացանք Միքայելիսի մեխանիզմը, բայց գոյություն ունեն նաև ավելի բարդ ֆերմենտատիվ մեխանիզմներ, որոնցից ամենադասականը հաջորդական ռեակցիաներն են, մեկ է պինգ-պոնգ ռեակցիաները։ Մենք իրանց համար արագության օրենքներ դուրս չենք բերելու, ուղղակի ծանոթանում ենք մեխանիզմներին, առաջինը մեր մոտ հաջորդական ռեակցիաներն է, տեսեք։ Առաջին փուլում ֆերմենտը միանում է սուբստրատի 1-ի հետ, դարձելի կերպով առաջանում է առաջին կոմպլեքսը։ Երկրորդ փուլում մեր մոտ կոմպլեքսը միանում է հաջորդ սուբստրատին, այսինքն տեսեք հաջորդական միանում է սուբստրատը։ Դարձելի կերպով առաջանում է երկրորդ կոմպլեքսը, որից հետո առաջանում է մեր նոր պրոդուկտը։ Ու տեսեք, կարող հաջորդական ռեակցիաները օրինակ 2 հատված փուլ չլինի, 3 հատ փուլ, այսինքն 3 հատ ռեագենտ ունենա։ Կարող ավելի բարդ է լինի։ Ինքն մոտավոր լոգիկան էս է, հաջորդական իրան միանում։ Ու օրինակ այսպիսի ֆերմենտի օրինակը լակտատ դեհիդրոգենազը, որը պիրուվատից վերածում դեպի լակտատի, պիրուվատը լակտատ։ Մյուսը պինգ-պոնգ ռեակցիաները։ Պինգ-պոնգը բոլորդ գիտեք, այսինքն փոքրիկ ընտակը գետնին եք հարվածում, ինքը գետին, հետո հետ է բարձրանում իր սկզբնական վիճակ։ Այսինքն մեր մոտ տեսեք ունենք սկզբնական վիճակ, ունենք ինչ-որ միջանկյալ վիճակ, ունենք սկզբնական վիճակ։ Տեսեք, առաջին ֆերմենտը միացած
սուբստրատ մեկին առաջացավ առաջին կոմպլեքսը։ Հետո առաջին կոմպլեքսը վեր է ասվում վերջանյութի, այս տեսեք ֆերմենտի վրա պատկերված է աստղանիշ։ Այսինքն նշանակում է, որ պրոդուկտը առաջանալուց առաջ մեր ֆերմենտը սկզբնականը չի լինում, այսինքն մի քիչ ձևափոխված ֆերմենտ է լինում։ Հետո մեր նոր ֆերմենտը ուղղացելով ուրիշ սուբստրատի հետ, երկրորդ սուբստրատ, առաջանում է երկրորդ կոմպլեքսը։ Այսինքն պատկերացրեք, այս Է աստղանիշը մեր գետնին սովորական մեր օդու վիճակն է, Է աստղանիշը գետնին կպած վիճակն է, որից հետո վեր է ասում մեր սկզբնական էլի վիճակին, այսինքն է 0, այսինքն հարված է սկզբնական օդու մեջ, հարված է գետնին, Է աստղանիշ դարավ, հետո վերադարձավ էլի օդ։ Մաթեմատիկորեն ասենք պատկերացնել է սա։ Հիմա եկեք գրաֆիկորեն արագ դիտանային քննարկենք հաջորդական ռեակցիաներն են, ունենք ֆերմենտ, տեսեք երկու ակտիվ կենտրոն պատկերված, ան եկավ միացավ, ու տեսեք սա կանոնակարգված, այսինքն կարա պրոցեսը ռանդոմ տեղի ունենա, կարա կանոնակարգված տեղի ունենա, այսինքն հստակ որոշված է, որ սկզբից ան միանալու, հետո բեն, բայց կարա սկզբից բեն միանա, կարա հետո ան միանա, ու սխեմաներով ցույց է տրված, առաջինը հաջորդական կանոնակարգված է, երկրորդը ռանդոմ կերպով է, ինքն կապ չունի, որն առաջինը միանա։ Եվ վերջինը մեր մոտ պինգ-պոնգն է, տեսեք, ան միացավ ֆերմենտի, որից հետո պրոդուկտը առաջացավ, տեսեք, եւ շտրիխը առաջան, որը սովորական ես տարբեր է, որը միանում է B-ին, առաջանում է նոր կոմպլեքս, առաջանում է նոր պրոդուկտը ու վերադառնում մեր սկզբնական ֆերմենտի տեսքով ֆերմենտի։ Որ հարցեր կա սրանց հետ կապված։ Պինգ-պոնգ ռեակցիաների օրինակներից է, օրինակ քեմոտրիպսինով հիդրոլիզի ռեակցիաները։ Հիմա մինչև հիմա մենք քննարկենք ընդհանուր տարբեր ֆերմենտատիվ մեխանիզմներ, իրաց արագության օրենքներ։ Հիմա եկեք գնահատենք ֆերմենտների կատալիտիկ ակտիվությունը։ Մեզ նաև անհրաժեշտ է գնահատել ինչքան է ֆերմենտը ոնց որ ակտիվ։ Մենք գնահատեցինք ինչքան է մեր ֆերմենտի խնամակցությունը լիգանդի նկատմամբ, որ տալիս կա M-ը։ Հիմա եկեք քննարկենք ինչ մյուսը, որոնց է տալիս կատալիտիկ էֆեկտիվություն։ Դրանցից մեկը մեր մոտ դրադարձի հաճախականությունն է կամ turnover frequency, այսինքն ինքը կա կատն է, ու կա կատը կարելի է ասել հենց մեր մոտ հավասար է այն վերջի կապային, որ պետք է մեր մոտ ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսը վերածվի դեպի վերջանյութ։ Այսինքն կա կատը հավասար է լինում կապեի, որը հավասար է լինում Vmax բաժանած E0-ի։ Այսինքն մեր մոտ հենց էդա ստա։ Սա ցույց է տալիս մեր մոտ ֆերմենտը ոնց որ միավոր ժամանակում քանի հատ սուբստրատա վերածում դեպի պրոդուկտ։ Ու տրամաբանորեն ինչքան այս դեպքում կատը մեծ է լինում, սա նշանակում է, այսինքն մի ֆերմենտը շատ մեծ միավոր ժամանակում շատ է, այսինքն եթե կատը հավասար է լինում 10-ի, այսինքն միավոր ժամանակում ինքը 10 սուբստրատը դեպի պրոդուկտ է սարքում, եթե 100-ի հավասար 100-ն է սարքում պրոդուկտ, այսինքն ինքը վայրկյան մինուս 1 է իրաչափման միավոր։ Այսինքն ինչքան կատը մեծ է, այնքան մեծ ավելի քիչ քանակությամբ ֆերմենտ է անհրաժեշտ, որպեսզի մենք սուբստրատը սարքենք պրոդուկտի, եթե շատ մեծ քանակությամբ ֆերմենտ է պետք, այսինքն մեր մոտ իր կատը փոքր է։ Հասկանալի է, որ ինչքան կատը մեծ, այնքան լավ։ Հաջորդը մեր մոտ ֆերմենտի կատալիտիկ արդյունավետությունն է էտան, որը կախված է համակարգ կատից, այսինքն ինչ արագությամբ ինքը սուբստրատը ֆերմենտը ոնց որ մեր մոտ սուբստրատը վերածում վերջանյութի եւ խնամակցություն ֆակտորն է հաշվի առնում, այսինքն տեսեք, ստեղ համ ռեակցիայի ֆակտորն է, այսինքն ինչ արագությամբ ինքը վերջանյութ առաջանում
ու հաշվի առնում խնամակցությունը, այսինքն ինչ ձևյա, ինչ ուժով է առաջանում մեր մոտ ֆերմենտացիա կոմպլեքսը։ Ու այդտան հավասարակապ կատը բաժանած կա m-ի։ Հիմա եկեք նայենք, ինչքան կա կատը մեծ է, այնքան լավ է։ Այսինքն այդտան մեծ է լինում, երբ որ կա կատը մեծ է, ու կա m-ը փոքր է։ Այսինքն ինչքան կա m-ը փոքր է, այնքան ֆերմենտ-սուտրատ կոմպլեքսը ավելի շատ է առաջանում ինքը կայունա, ինչքան կա կատը մեծ է, այնքան այդ ֆերմենտ-սուտրատ կոմպլեքսը ավելի շատ է վերածվում դեպի պրոդուկտ։ Այսինքն հասկանալի է, այդտան մեծ է լինում երկու դեպքում, երբ որ մեր մոտ առաջանում է ֆերմենտ-սուտրատ կայուն կոմպլեքս, ու այդ կոմպլեքսը հեշտ մեծ արագությամբ վերածվում դեպի պրոդուկտ։ Այսինքն ինչքան այդտան մեծ, այնքան լավ ֆերմենտի համար։ Ինչ որ հարցեր կա։ Անցնենք հաջորդ թեմային։ Եթե սանկցիոն կան միջում անելու, որտեղ կարելի ասել մի փոքր ուրիշ փոխվում է։ Եթե չկա, շարունակենք։ Սանկցիոն կա 5 կամ 10 րոպե միջում անելու։ Արձագանքեք, որ հասկանանք ոնց ենք անում։ Անում ենք ընդմիջում, թե չէ։ Եկեք ընդմիջում շարունենք միանգամից ավարտենք։ Եթե ուրիշ կարծիքներ չկա, միանգամից շարունակենք։ Հիմա մենք գիտենք ինհիբիտորը ինչ է։ Ինհիբիտորը միացություն է, որը նվազեցնում է ռեակցիայի արագությունը։ Հիմա ֆերմենտատիվ կինետիկայում ինհիբիտորը նշանակում է ինհիբիտորով։ Ու այստեղ կա երկու տարբերակ, այսինքն կա ինհիբիտորը դարձելի կերպով ազդի ռեակցիայի վրա, մեկի անդարձելի։ Դարձելի այն դեպքում, երբ որ առաջանում է ինչ-որ ժամանակավոր ակտիվության կորուստ, այսինքն կապում է ոչ կովալենտ կերպ։ Այսինքն ինհիբիտորը մեր սուպրատի նման միանալու է ակտիվ կենտրոնում կամ ինչ-որ ուրիշ տեղերը կոչվում են օրինակ ալոստերիկ ինհիբիտորներ, դրանք ոնց որ գտնվում են մի քիչ հեռավորության վրա ակտիվ կենտրոնից, բայց ալոստերիկ կենտրոնում կապելով փոխվում է ակտիվ կենտրոնի կոնֆորմացիան, որի շնորհիվ մեր մոտ ֆերմենտը էլի չի կապվում սուբստրատի հետ։ Այդ ալոստերիկ, բայց ընդհանուր լոգիկան դարձելի ժամանակ ինքը ոչ կովալենտ է կապը, այսինքն ժամանակավոր է ու մեր մոտ ֆերմենտը այդ դեպքում կարիք չկա ինչ-որ նոր ֆերմենտ սինթեզելու համար։ Իսկ անդարձելի ժամանակ, երբ որ ինքը կապվում է կովալենտ կապով ու այդ դեպքում ակտիվության մշտական կորուստ է լինում, այսինքն մեր մոտ ֆերմենտը պետք է քայքայվի, ինքը էլ ակտիվություն չի ունենա։ Ինքը մենք ունենում ենք այնքան ժամանակ ինհիբիցիա, մինչև որ չսինթեզվի նոր ֆերմենտ։ Հետ սինթեզվեց նոր ֆերմենտները, մենք կունենանք ոնց որ ակտիվությունը կվերականգնվի անդարձելի դեպքում։ Ու տեսեք սխեմատիկորեն պատկերված է։ Սորական ռեակցիայի տարբերակը միանում է առաջնորդ պրոդուկտ եւ ինհիբիտորը, որտեղ կապույտով ինհիբիտորն է, ինհիբիտորը եկավ ու տեսեք ակտիվ կենտրոնում էլ չի կարողանում մեր մոտ մեր ելանյութը կապի։ Ու ֆերմենտների ինհիբիցիան այստեղ քննարկում է դարձելի տեսակները, լինում է մրցակցային, անմրցակցային եւ ոչ մրցակցային։ Մի քիչ sense բառերը քիչ ոնց որ անմրցակցային ու ոչ մրցակցայինը հայերեն այդքան լավ չի։ Անգլերենով non-competitive, մեկը non-competitive։
ու եկեք մինչև առանձին տեսակներով քննարկելը ընդհանուր կարա մեր մոտ դասական մեխանիզմում այս երեք փուլը արդեն գիտեք, որ դարձելի կերպով առաջանում է ES կոմպլեքսը իր արագությունը հավասարական անգամ ES հետո ES-ը կարող է քայքայվել առաջանալ սուբստրատ ու ֆերմենտը այս արագությամբ բարավերածի պրոդուկտի, բայց կախված մեր ինհիբիցիայի տեսակից մեր մոտ կարա առաջանա հետևյալ կոմպլեքսները, այսինքն էնզիմ ինհիբիտոր կոմպլեքս, որտեղ սուբստրատ չկա, ու այդ սուբստրատը դարձելի կերպով առաջանում ու քայքայվում է, որի համար կա ինհիբիցիան հավասար է E անգամ I բաժանած E-ի։ Ու կարա նաև առաջանա ES I կոմպլեքսը դարձելի կերպով, որի համար կա շտրիխ կամ մեկ շտրիխ հավասար է ES անգամ I բաժանած ES S կոմպլեքսը։ Ու ստեղեք չենք ստանալու ամեն ինհիբիցիայի տեսակի համար արագության օրենք, ուղղակի իրան պարզ հեշտ հիշելու ձևեր կա։ Միխայելիսի հավասարումի հետ վերադառնանք, տեսեք մենք հավասարավ է max 1 գումարած km բաժանած 0։ Ինա ստանալը շատ հեշտ է։ Հիմա այս նույն հավասարման մեջ ավելանում է երկու պարամետր՝ ալֆա շտրիխ ու ալֆա, որտեղ ալֆա շտրիխը պատկանում է ES-ի մեխանիզմում ընթացողներին, այսինքն տեսեք ալֆա շտրիխը հավասար է 1 գումարած ինհիբիտոր բաժանած KI շտրիխ եւ ալֆա 1 գումարած ինհիբիտոր KI։ Ու կա սրա գծայնացման տարբերակը նույն որ բուրտի հավասարն ենք էլի ստանում, մեկը բաժանած V հավասար է ալֆա շտրիխը բաժանած V max գումարած ալֆա KM V max մեկը բաժանած S0։ Հիմա տեսականորեն, այսինքն եկեք պատկերացնենք երկու դեպքերն էլ առանձին իմաստ չունի, երբ որ ինհիբիտորի կոնցենտրացիան մեծանում է, համ ալֆան է մեծանում, համ ալֆա շտրիխն է մեծանում։ Երկու դեպքում է մեծանում է։ Եթե ալֆա ու ալֆա շտրիխը մեծանում է, նշանակում է մեր մոտ իրանք երկուսն էլ հայտարարում են, մեր մոտ հայտարարը մեծանում է, հետևաբար արագությունը նվազում է։ Արագությունը բայց Եվ եկեք տեսեք, երբ որ կա ինհիբիցիա, կա I, այս դեպքում փոքրանում է, այսինքն ինչքան կա I փոքր է, այսինքն ինչքան մեր մոտ EI կամ ESI կոմպլեքսը կայուն է, ինչքան կա I փոքր է, նշանակում է այնքան դեպի ելանյութային հող հավասար, այսինքն այնքան կոմպլեքսը կայուն է։ Հետևաբար էլի ալֆա ինքը ավելի մեծ արժեքներ են ընդունում, հետևաբար մեր մոտ էլի նվազում է։ Այնքան կախված է ինհիբիտորի կոնցենտրացիայից ու ինհիբիտորը ինչ ուժով է կապվում մեր ակտիվ կենտրոնի հետ, ինչ կոմպլեքսները կայուն են, թե չէ, այսինքն KI-ը կարելի է ասել մեր Միխայելիսի հաստատունի նման ֆունկցիա կա, ցույց է տալիս KM-ը ոնց որ ցույց է տալի մեր լիգանդը ոնց է կապվում ֆերմենտի հետ։ KI-ը ցույց է տալիս մեր ինհիբիտորը ոնց է կապվում ֆերմենտի հետ, ինչքան փոքր, այնքան ինքը լավ է կապվում, ու այնքան կայուն է մեր մոտ EI։ Ինչ որ հարցեր կա, մինչև անցնելը առանձին քննարկելը։ Մրցակցային ինհիբիցիա։ Մրցակցային, այսինքն մրցակցությունը հասկանում ենք, որ երկուսով ինչ որ նույն բանի համար են պայքարում, այսինքն այստեղ ոնց որ ինհիբիտորն ու սուբստրատը պայքարում են ֆերմենտի նույն ակտիվ կենտրոնի համար։ Մեխանիզմը եկեք նայենք E գումարած S առաջա մեր դասական Միխայելիսի մեխանիզմն է, բայց տեսեք այստեղ մի հատ ուրիշ ճանապարհ կա, երբ որ ինհիբիտորը միանում է I-ն ու առաջանում է EI։ Այսինքն տեսեք այստեղ մեր մոտ ES-ի կոնցենտրացիան արդեն է նվազում, որովհետև մի մասը մեր մոտ EI կոմպլեքսն է առաջացել։ Հիմա եկեք նայենք, այս տարբերակում մեր մոտ ES-ի տարբերակը չկա, այսինքն կա I շտրիխ չկա, հետևաբար այս դեպքում մեր մոտ ալֆա շտրիխը չկա, ուղղակի հավասար է եղնում 1-ի։ Բայց մենք ունենք ալֆա այս դեպքում,
որովհետև ունենք y դարձել կերպով առաջանում է y գումարածի, այսինքն հասկանալի է նույն հավասարն է, որտեղ ալֆա շտրիխը 1-ի հավասար, իսկ ալֆան մեծ է 1-ից, որովհետև ինչքան էլ ուզում անենք y կա y-ի հավասար չի։ Ինքը ամենակիչը 1-ից տարբերվող դրական թիվ է, 0-ից տարբերվող դրական թիվ է, այսինքն 1-ից մեծ է։ Տեսեք, ալֆան մեծ է 1-ից, շտրիխը հավասար 1-ից։ ES-ի կոմպլեքսը չի ձևավորվում։ Հետևաբար, եկեք լայնով Բերկի գրաֆիկը իրար հետ ուսումնասիրենք, ալֆա շտրիխը հասկացանք, որ հավասար է եղնում 1-ի, իսկ ալֆան 1-ից մեծ թիվ է։ Մենք գիտենք, որ V1-ը բաժանած Vmax-ը մեր գրաֆիկի ոնց որ y-ների հետ հատման կետն է։ Տրամաբանորեն, եթե ալֆա շտրիխը 1-ը հավասար, այսինքն մեր մոտ հատման կետը էլի 1-ը բաժանած Vmax է։ Այսինքն, տեսեք, ստեղ համատում է, բոլոր դեպքերում մենք համատում ենք սովորական առանց ինհիբիտորի ռեակցիան, ինհիբիտորով ռեակցիայի հետ։ Տեսեք, երկուսի դեպքում 1-ը բաժանած Vmax է հատման կետը, որովհետև ալֆա շտրիխը 1-ի հավասար։ Բայց մեր մոտ փոխում է իրանց տանգենսները։ Տեսեք, սրա տանգենսը մեծանում է, երբ որ ալֆան մեծ է 1-ից, որովհետև ալֆա անգամ կա m բաժանած Vmax, ավելի մեծ արժեք է ընդունելու, իր տանգենսը ավելի մեծ է։ Ու եկեք պատկերացրեք, մեր մոտ Vmax-ը ցույց է տալիս մաքսիմալ արագությունը, այսինքն մեր մոտ ինքը հավասար է վերջի փուլ անգամ ամբողջ ֆերմենտի կոնցենտրացիա։ Մեր մոտ մեկը ամբողջ ֆերմենտի կոնցենտրացիան նույնն է, այսինքն մեր մոտ ES-ը ինչքան առաջանում է, ինչքան առաջացավ, այդ ES-ը այդ արագությամբ ուղարկվելու է դեպի պրոդուկտ, դրա համար է 1V, տեսակ բացի բանաձևային, որ հասկանում ենք, էլի Vmax-ը նույնն է, բայց ընդհանուր խնամակությունը փոխվում է այս դեպքում։ Դրա համար այսպես փոփոխություն ունենք։ Այսինքն ավելի հավասարումը հասկանալը ավելի ճիշտ է։ Այսինքն մեզ ուղղակի պետք է լինում Միխայելսի հավասարումը իմանալ, այսինքն իրան հասկանալը շատ հեշտ է։ Ու արդեն հավասարման մնացած մասը շատ հեշտ է հիշել, որովհետև ուղղակի ավելանում է մի հատ ալֆա շտրիխ ու մի հատ ալֆա։ Ալֆա շտրիխը ES-ի կոմպլեքսի համար է, ալֆան E-ի կոմպլեքսի։ Ու կախված արդեն որ մեխանիզմը ունեն իր համապատասխան գրաֆիկ։ Իրականում, եթե ցանկություն կա, կարող եք այս հավասարումն դուրս բերել։ Ինքը էլի մաթեմատիկորեն դուրս հնարավոր է բերել, ուղղակի ինքը հիմա մեր նպատակը չի, որովհետև ինքը շատ սիրուն ոնց որ բավորված դուրս բերված հավասարում է, ու իրան հիշելն էլ է բավականին հեշտ։ Ու եթե նկատել եք, հենց մեր օլիմպիադաների ժամանակ մենք բոլոր հավասարումները տրամադրում ենք, ու միջազգային օլիմպիադաների ժամանակ էլ հավասարումները տրամադրում ենք։ Անմրցակցային ռեակցիաները։ Անմրցակցային ռեակցիաների դեպքում, տեսեք, էլի Միխայելսի հավասարումն է, ուղղակի այստեղ առաջանում է ES-ի կոմպլեքսը։ E-ի գումարած E կոմպլեքսը չկա։ Այսինքն այս դեպքում մեր մոտ ալֆան է հավասարվում 1-ի, բայց մենք ունենում ենք ալֆա շտրիխ։ Հիմա տեսեք, եթե ալֆան հավասար է 1-ի լինում 1-ի, կա m բաժանած Vmax, ու սովորական ոչ ինհիբիտորով ռեակցիայի դեպքում, երկուսի դեպքում այդ տանգենսը նույնն է։ Դա նշանակում է, որ երկուսի թեքությունը նույնն է, այսինքն երկուսը զուգահեռ են, երկու կորերն իրար զուգահեռ են։ Բայց տեսեք, ալֆան այստեղ 1-ից մեծ թիվ է, այսինքն մեր մոտ y-ների հետ հատման կետը բարձրանալու է ինչ-որ արժեքով, մեր մոտ մեծանում է, դրա համար տեսեք ինքը ավելի բարձր դիրք ունի, որտեղ ալֆա շտրիխ բաժանած Vmax-ը ավելի մեծ է, քան 1-ը բաժանած Vmax։ Իրանք իրար զուգահեռ են, բայց ավելի բարձր դիրք է գրավում։ Եվ վերջի մեխանիզմը ոչ մրցակցային ռեակցիա։
Ոչ մրցակցային ինհիբիցիա, դա խառը ինհիբիցիայի մեխանիզմ է։ Տեսեք, առաջանում է EI, առաջանում է ESI, այսինքն երկու տարբերակն է կա։ Նշանակում է, որ մեր մոտ համ ալֆան է մեծ մեկից, համ ալֆա շտրիխն է մեծ մեկից։ Եթե երկուսն է մեծ է, նշանակում է, որ իրար զուգահեռ չեն։ Ու տեսեք, մեր գրաֆիկը, այսինքն թեքությունն է մեծանում, այսինքն ինքը բարձրանում է։ Միևնույն ժամանակ նաև մեր մոտ Vmax-երն է իրարից տարբերվում։ Ուստեղ եք մի հատ սիրուն բան կա, երբ որ ալֆա հավասար է լինում ալֆա շտրիխին, մեր մոտ կա m-ը նույնն է, այսինքն մինուս 1-ը բաժանած կա m-ի։ Մնացած դեպքերում իրանց հատման կետերը x-երի վրա տարբեր են, բայց եթե հավասար է լինում ալֆա շտրիխ ալֆային, x-երի հետ հատման կետը նույնն է, որը ցույց տալիս մինուս 1-ը բաժանած կա m-ի։ Իսկ հավասարման դեպքում, բայց եթե ալֆան ու ալֆա շտրիխը հավասար չեն, ու մեծ մասամբ իրականում ալֆա շտրիխը իրար հավասար չեն հիմնականում, որովհետև տարբեր ռեակցիաներ է, տարբեր ձևով այս հատման կետներն է տարբերում, այսինքն ունեն լրիվ տարբեր գրաֆիկներ, որտեղ համ x-երի, y-ների հետ հատման կետն է տարբեր, համ x-երի հետ հատման կետն է տարբեր, համ էլ թեքությունը։ Ու տեսեք, մեկ վեն ավելի է վերև եղնում, թեքությունը ավելի է վերև եղնում։ Այսինքն sense ընդհանուր կարելի է եզրահանգում կա, որ եթե ուղղակի չենք ուզում տեսակ որոշենք մրցակցային է, թե ոչ ինհիբիցիայի տեսակը չենք զուտ պրոստը ուզում ենք հասկանալ, որն է ինհիբիտորի մեխանիզմը, որն է ինհիբիցիայի կորը, որը սովորական առանց ինհիբիտորին է, մենք նայում ենք կամ թեքությունը ավելի մեծացած է լինում, կամ y-ների հետ առանցքն ավելի վեր բարձրացած լինում։ Այսինքն այդ երկուսը, եթե y-ների հետ առանցքի հետ հատման կետնա բարձր, ինքը էլ ինհիբիցիա, եթե ինքը թեքությունը ավելի մեծ է, էլ ինհիբիցիա կորովն է։ Ու եթե մրցակցային է, մեր մոտ x-երի, y-ների հետ հատման կետը նույնն է, թեքությունն ավելի մեծ, եթե անմրցակցային է, իրար զուգահեռ են, բայց y-ների հետ հատման կետն ավելի բարձր, իսկ ոչ մրցակցայինի դեպքում երկուսը միասին, համ թեքությունն ավելի մեծ, համ էլ y-ների հետ հատման կետը։ Ինչ-որ հարց կա ոչ մրցակցային ռեակցիաներից։ Ընդհանուր մենակ ոչ մրցակցային ինհիբիցիա է։ Մեջ կա, այս հարցին պատասխանեք, դες 2 րոպե ժամանակ։
պատասխանը ճիշտ պատասխանը բեն է, տրամաբանական է, կա կարիք չկա էլ բացատրելու, որովհետև ինչքան շատ, այնքան ավելի շատ է կապվելու։ Եթե հարց կա, եթե հարց չկա, անցնենք հաջորդին։ Էլի 2 րոպե ժամանակ։ Պատասխանը ոչ մրցակցային ինհիբիցիան էր։ Հիմա եկեք մի հատ նայենք անմրցակցային։ Անմրցակցային ինհիբիցիան, երբ որ uncompetitive ինհիբիցիան է, երբ որ միայն առաջանում է ESE կոմպլեքսը, այսինքն ինքը միանում է միայն սուբստրատ էնզիմ կոմպլեքսի ինհիբիտորը։ Ինհիբիցիայի մեխանիզմը միանում է համ ազատ ֆերմենտին, կարող է միանալ նաև ֆերմենտ սուբստրատ կոմպլեքսին միաժամանակ։ Երկու տարբերակն է աշխատում, հա։ Դրա համար ոչ մրցակցային է։ Նաև անվերադարձ ինհիբիցիան կարելի է ասել անդարձելի ինհիբիցիան է։ Անդարձելի ինհիբիցիայի դեպքում հասկացանք, այսինքն ինքը կապվում է ու այլևս հետ չի վերադառնում, այսինքն հիմնական սրանք կովալենտ ինհիբիցիաներն են։ Վերաբերում է կովալենտ ինհիբիցիային, այսինքն ինքը մրցակցային ինչ-որ գաղափար չկա, այսինքն սա տեսեք մենք բոլոր այս դեպքերում դարձելիության նշան ունենք, իսկ այդ ինհիբիցիայի տեսակում այդ ռեակցիաները դարձելի չեն, այսինքն ինքը փակուղի է տվյալ ֆերմենտի համար, եթե ֆերմենտը անվերադարձ ինհիբիցիայով անվերադարձ ինհիբիցիա կատարեցինք, ապա ինքը այլևս չի կարող ռեակցիա տանի, ինքը պետք է քայքայվի նոր ֆերմենտ սինթեզի օրգանիզմում։ Հարցեր կա։ Եթե չկա, եկեք մի հատ ամփոփենք ընդհանուր, տեսեք, առաջինը առանց ինհիբիցիայի կատալիզի ռեակցիան է, ֆերմենտն է, առաջացավ կոմպլեքսը, առաջացավ պրոդուկտը, հաջորդը մրցակցայինն է, մրցակցային դեպքում առաջանում է EI կոմպլեքսը, հետո ոչ մրցակցայինն է, առաջանում է ES կոմպլեքսը, տեսեք, ստեղեք ուրիշ է, ակտիվ կենտրոնի համար չեն իրան պայքարում, դրա համար uncompetitive, հաջորդը non-competitive, այսինքն գոյություն ունի բոլոր տարբերակները այսպես, տեսեք, ու կա խառը ինհիբիցիան ավելի խառն է, այսինքն տեսեք ստեղեք ինչ-որ պրոդուկտ է կարա առաջանա խառը ինհիբիցիայի դեպքում, կարա ES կոմպլեքսը պրոդուկտ առաջացնի, բայց արագույլների ուրիշ արագությամբ, mixed inhibition-ի տարբերակ։
Այդ սա մեր համար այդքան քննարկելու համար այդքան դաշտ չի, կարևորը է մնացածը հասկանալ։ Հարցեր կա, դրվատասարս։ Եթե չկա, այսօր այսքանով ավարտենք, հաջորդ դասախոսության համար ցենզուրը կտեղեկացնենք չաթում, բայց ժամը 6-ին լինելու գործնական պարագում քննարկելու ենք արդեն քիմիական գենետիկայի հետ կապված խնդիրներ։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Ստեսություն։